Խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ քաղաքական հռետորաբանության սրացման նոր փուլ է սկսվել։ Հրապարակային ելույթներում փաստարկներին փոխարինել են անձնական վիրավորանքները։ Վերջին շրջանում հանրային քննարկումների կենտրոնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթը, որտեղ ընդդիմախոսների հասցեին հնչում են կոշտ ու վիրավորական արտահայտություններ։ Armenia Today-ը մայրաքաղաքի փողոցներում հարցում է անցկացրել, պարզելու թե քաղաքացիներն արդյոք նորմալ են համարում նման պահվածքը։ Առաջինը լեքսիկոն օգտագործում առաջինը իրանը վերաբերում։ Հայ ժողովրդին ոչ մեկ իրավունք չունի, ոչ բոմբ անելու, ոչ վիրավորելու։ Ինքը որպես ղեկավար պարտավոր է ամեն մի հայ համար։ Նրա հեղինակությունը ամբողջ աշխարհում պահպանելու համար։ Եթե ինքը սկսում է իր ժողովրդին վիրավորել, առաջերտին իրանը վիրավորում։ Ես չեմ լսել, չգիտեմ, չեմ կարող ասել։ Դաղակի անտակտությունը ուրիշ ոչինչ։ Մի քիչ բարդ հարց է, ես չեմ կարող ուրիշ, բայց նա չի կարող Կարապետյանին բոմբ սարքել։ Նայել ունի թիկունք, նայել ունի դրվածք, նայել քիչ մարդ չի։ Բոմբ ինքը չի կարող սարքել։ Իսկ առհասարակ հետևում եք Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին։ Առհասարակ քաղաքականությանին չեմ հետևում, չեմ էլ ուզում հետևեմ, որովհետև ինձ մոտ տհաճություն է պատճառում։ Ինքը տես չի անվանում, եթե ճիշտ ընկալեք, տես չի անվանում։ Ես համամիտ եմ իր հետ։ Չէ, լեքսիկոնից, եթե ասել է, ճիշտ չի ասել, եթե ասել է։ Բայց ես իր կարծիքներին համամիտ եմ։ Դուք ինձանից ավելի լավ գիտեք ով է ինքը։ Դրա համար չեմ մեկնաբանում իրան։ Ձեզ համար ընդունելի է, որ երկրի ղեկավարը նման կերպ է արտահայտվում։ Ինձ ընդհանրապես ինքը չի հետաքրքրում, ոչ էլ ընդունել է։ Մեր վարչապետը լավ տղա է։ Լավ մարդ է ինքը, լավ բաներ անում։ Նիկոլ Փաշինյանի մասին բոլորն էլ գիտեք ինչ կարծիքի են, տհաճ է նույնիսկ իր մասին լսել կամ խոսել։ Ես չգիտեմ ինչ ասել, բայց ես ընտրելու եմ Նիկոլ Փաշինյանին։ Նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմադիր։ Ես ասեմ, որ Նիկոլին պաշտում եմ։ Ուրիշ հարցեր ունեք։ Նորմալ է խոսում։ Անցեք առաջ, Նիկոլին պաշտում եմ։ Ես չեմ լսել։ Դե ամենամեծ բանկրագետը ինքն է, էլի։ Իհարկե ոչ, ես լրիվ դեմ եմ ամեն ինչ որ ինքը ասում է, անում է։ Իսկ ձեզ ինչ են նման արտահայտություններ թույլ տալիս իրեն։ Որովհետև ոչ մի ձևի հետևանքներ չկան նրա համար։ Ինչ ուզում է ասում է, ինչ ուզում է անում է։ Դուք հին ժամանակներում չեք ապրել, երբ ես մութ տարիներին սովորում եմ։ Նենց որ մյուսների կողքը, եթե 2 բառ էին ասում, ավելի վատ վիճակի էին գծարժանանում։ Այդ մարդուն եթե ժողովուրդը տանում է միջև այսօր, գլուխը չի ջարդել, ուրեմն ոչ պետություն կա, ոչ էլ ժողովուրդ։ Եթե մի երևույթ թույլ է տալի իր մեջ նկատի ունեմ քաղաքականությունը կիրառել ստախոսություն, վիրավորանք, կամ անվանակոչում ինչ-որ ձևով, կամ մականուններով վերաբերմունք, ցավոք սրտի ընդունվում է նորմալ։ Ձեզ համար նորմալ է։ Ինձ համար ոչ։ Երկրի ղեկավարը։ Որտեվ ես քաղաքականության զբաղվող չեմ, ընդհանրապես ոչ։ Ես առանձնապես չեմ հետևում ոչ մի կողմին, ոչ մյուս կողմին, ինձ համար շատ բան էս երկրում իրականում նորմալ չի։ Ինձ համար աննորմալ է իրա ոչ միայն ասած, այլ բոլոր արածները։ Աստծո դատաստանը դա մարդու ձեռով ալվում։ Ինչ ունի մարդու հանդեպ կատարվի, անել է հասնելու այդ օրը։ Ալերգիա ունեմ բոլոր ասածներից։ Մակարդակը մարդի պետք է գոնե վարչապետին նորմալ լինի։ Եթե չեմ ասում լավ, ասում եմ նորմալ լինի։ Հիմա դա նորմալություն է։ Ես Հայաստանի Հանրապետության ընդամենը քաղաքացի եմ, ու ինձ ընդհանրապես չի հետաքրքրում քաղաքականության հետ ինչա կատարվում։ 5 բալիկ ունեմ, որպես երկրի ղեկավար, ով էլ ուզում է լինի։ Իմ իրավիճակը կամ ժողովրդի իրավիճակը չի փոխվելու։ Սենց թենենց ներքին կարգով բոլորը լուծում են իրենց հարցերը։